հենց խոսքը գնաց խաղաղության մասին եւ երբ նախաստորագրվեց, այսպես ասենք, խաղաղության պայմանագիրը, որը իրավական ուժ ընդհանրապես չունի, մենք խոսում ենք երաշխավորված խաղաղության մասին։ Երաշխավորված նշանակում է միջազգային երաշխիքներ եւ երաշխավորող պետություններ։ Եվ մեր մոտեցումը հետևյալն է, որ չի կարող խաղաղություն կախված լինի մեկ մարդու բարի կամքից։ Ես սա նույնիսկ իմ համար անվանել եմ հորս արև խաղաղությունը, սա չի կարող աշխատել։ Սա ցույց է տալիս նաև աշխարհի փորձը։ Եթե հետաքրքիր է, կարող եմ նաև այդ փորձը։ Հա, իհարկե, ինձ թվում է արժե, որ այդ համեմատությունները տանենք։ Նայեք, երկու օրինակ։ Մեկը Իսրայել Պաղեստինա այդ խնդրի օրինակը եւ մյուսը Կիպրոսի եւ այստեղ հետաքրքիր զուգադիպություններ եւս կան Իսրայել Պաղեստինա 93 թվականին Վաշինգտոնում Օսլոյի ակորդը ստորագրվեց եւ հայտարարվեց որ process-ը խաղաղության մեկնարկում է եւ բավական հաջող մեկնարկը եղել է բայց չեն եղել երաշխավորներ, չեն եղել իրական երաշխիքներ հողի վրա։ Ես 2000 թվականի հունվարին եղել եմ պաշտոնական այցով Իսրայելում, 2 գիշեր Երուսաղեմում եւ 1 գիշեր հենց Յասեր Արաֆատի ռեզիդենցիայում բավական հետաքրքիր այց էր եւ սա այն ժամանակահատվածն էր, երբ արդեն զգացվում էր, որ խնդիրները խորանում են, բայց դեռ հույսը խաղաղության հետ կապված կար։ 1 տարի անց, 1.5 տարի անց ամեն ինչ խառնվեց եւ մենք ինչ ստացանք այնտեղ։ Ուղղակի քայքայեցին գազան, այրեցին եւ ավելի քան 70,000 զոհեր, որից 2/3-ը կինո երեխա։ Սա է խաղաղությունը։ Եվ հիմնական պատճառը, որ չեն եղել երաշխիքներ, չեն եղել երաշխավորներ, բայց 93 թվականին 3 հոգի ստացել են Նոբելյան մրցանակ։ Յասեր Արաֆատ, եթե չեմ սխալվում, Շիմոն Պերես եւ Իսխակ Ռաբին։ Հիմա մեր մոտ զուգադիպությունը, ինչ որ խաղաղության հետ կապված մրցանակներ չկա որևէ երաշխավորանք։ Եվ երկրորդ օրինակը բավական հետաքրքիր է Կիպրոսի օրինակը։ Պատերազմը բռնկվեց 74 թվականին, բայց այն ժամանակ պատերազմը կանգնեցվեց, չկա խաղաղության պայմանագիր, իրականում չկա, բայց կան լրջագույն երաշխիքներ խաղաղությունը հաստատելու համար։ Եվ մինչ այսօր այդ խաղաղությունը կա, չկա խաղաղության պայմանագիր, բայց կա հողի վրա իրական խաղաղություն, որովհետև կան երաշխիքներ։ Մի դեպքում եղել է ստորագրված փաստաթուղթ առանց երաշխիքների եւ ինչ ավարտ ունեցավ այս ամենը ողբերգություն էր ուղղակի եւ մյուս կողմից չկա խաղաղության պայմանագիր, բայց կան երաշխիքներ այդ խաղաղությանը եւ դա աշխատում է մինչ այսօր եւ իդեպ իրար հետ շփվում են այս սահմանը green zone կոչեցյալը շփվում են մարդիկ կարող ապրի հյուսիսային Կիպրոսում աշխատի Կիպրոսի հանրապետությունում եւ այլն սա իրական հողի վրա մենք ուզում ենք որ լինի եւ խաղաղության պայմանագիր եւ երաշխիք